Նիկոլ Փաշինյանը խորհրդ Սա մի կռիվարեք երեխեք, իմ հետ կռիվարեք, մի վիճեք լավ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընդդիմադիրներին անվանել ցամբատ, ում էր ասում եւ արդյոք պետք է ներողություն չխնդրի այս հայտարարության համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք է, որովհետև անընդհատ, գիտեք ինչ, այդ աստիճանը դահլիճում դուք չեք զգում ինչա կատարում, տեսախցիկներով, վերևից շատ բան է երևում, այդ աստիճանը լարվածության անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ որ դու միտք ես ասում, հետո դրանից հետո սկսում են դույով խոսալ, հետո դրանից հետո սկսում են սուտ խոսալ, ակնհայտ սուտ խոսալ, հետո դրանից հետո սկսում են բղավել, հետո դրանից հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել, այդ լարվածությունը բերում հասցնում է նրան, ինձ ամենաշատ տարվող հարցը գիտեք որն է, որ մարդկանց հետ շփվում եմ, ասում են Ալեն ջան, ոնց ես դիմանում, ոնց է քո ներվերը դիմանում, ասենք դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճան է, ձեզ թվում է տենց եկան, սենց կանգնեցին, ասեց մատոր ռեկ, գնաց ու սկսում են իրար վրա գոռալ։ Դա արդարացում չի բնական է, դա արդարացում չի, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար եւ վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք որ կողքիներով նստած իրար կողք նստած մեկը էս ինչն է արել մեկը այն ինչով է հայտնի մեկը այն միսով է հայտնի մեկը այն միսով է հայտնի գալիս ասում են բռնեք դրանց էս այդ գալիս է իսկական այդ վարչապետը ճիշտ էր ասում այստեղն է հասնում հերթով ինքը հետո դու եթե իրենք ինչպես դուք եք ասում կոռուպցիոն տարբեր դրվագներով անցնում են կամ նախկինում ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել, դա արդյոք նշանակում է, որ իրենք չպետք է բարձրաձայնեն իշխանության կասկածների, կոռուպցիոն ինչ-որ դրվագների հետ կապված կասկածների մասին, եւ դա արդյոք նշանակում է, որ վարչապետը եկեք հերթով էլի այդ հարցը շոկ ջան, ոչ մեկ չի ասում մի բարձրաձայնեք ոչ մեկ դրա մասին չի ասում այն բանը, որ իրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է Այն բանը, որ դուք այդ հարցը ինձ այսօր տալիս եք, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանն է։ 2010 կարեմ վերջացնեմ։ Նրա որ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը այսօր ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Սա ամենաբարձր աստիճանն է ու դա չի կարող ձեր կողմից մեկնաբանվել, որ իրենք պետք է չբարձրաձայնեն։ Երկրորդ ասպեկտը Այն, որ դուք ասում եք պետք է չբարձրաձայնվի, վարչապետը երեք դրան պատասխանեց։ Մի բան է հիմա, ասենք բռնենք ձեր, օրինակ չգիտեմ, ձեր կամ մյուսի լրատվամիջոցով մի հատ բան գրենք եւ գնանք այդ մարդկանց վերցնենք, տանենք գցենք պատվալները եւ իրականացնենք բան։ Այդ տարբերակը բերելու է նոր Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական ռեժիմի, երբ որ մարդկանց ուղակի տանում գցում են, հա մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք պատկերացնում, մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք ասել, մենք էլ ենք հայտարարել, որ այդ մարդիկ արել են մեծ քանակով հանցագործություն, դրանք ընտրություն կեղծելա, մարդկանց գնդակարելը, մարդ են սպանել, մարտի 1-ին քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գողություններ, պետական գույքը սեփականաշնորհել են, նվիրել են ուրիշ երկրների, ինչ ասես արել են, բայց եթե մենք այդ ամեն ինչը անենք ուղղակի վարչապետը կամ որևիցե այլ պաշտոնյա ասի սրան տարեք գցեք բանտը, մի տարի հետո մենք դառնալու ենք իրանք։ Դրա համար մեր խնդրումը հաճախ ասում ենք, որ իրավապահ մարմինների մասին, դատարանների մասին չենք խոսում։ Հիմա մենք երկու քարի արանք ենք։ Այսինքն դառնալ դեսպոտ եւ բռնապետ, բավարարելով այսօրեական ժողովրդի պահանջը, որ ասում են տարեք դատեք դրանց։ Բառացի ասում են տարեք դատեք դրանց։ Անունները տալով ասում են հերիք եղավ, ասում են տարեք դրանց գցեք բանը։ Խեր անցյալ ընտրությունների մեր Քարոզ Արշավի հաջողված, որտեղ ընտրությունները հաղթեցինք։ Բանը երկաթե մանդատը։ Խի երկաթե մանդատ, խի այդ չագուճ, ինչի համար, ինչ որտեղից առաջացավ, ինչի, չգիտեմ, գնդակը չէր, չգիտեմ կամ որևիցե այլ բանը չէր, որովհետև ասում են մարդկանց տեղն է հասել։ Ու այդ մարդիկ ինչի ավելի շատ ստեղ է հասնում, որովհետև այդ մարդիկ գառների դեմքը բաները հակնում են, դիմակները հակնում են, գայլ լինելով, գալիս են նստում են ստեղ եւ ասում են Բայց իմացաք, տարան մարդուն 12 ժամ պահեցին, բա սա անելու բանա, բայց իրա ձեռը միջև ստեղ արյան մեջ է, իրա ջեբ այն փողը,
որով իրանք լրատվամիջոցներ են առնում, ոչ մի լրատվամիջոց նկատի չունեմ կոնկրետ։ Այն փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ, այդ փողերը հոր տնից էին բերել, հերների տնից էին բերել։ Ես ասում եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո, կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո, ինչ որ մարդկանց հետևից գալու է այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ, ժամանակի խնդիր այն մարդկանց հետևից, ովքեր որ արել են այդ բաները, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք, 2008 թվականին զորք են մտցրել եւ երևանցիներին ու հայաստանցիներին գնդակահարել են։ Այդ մարդկանց հետևից նաեւ, տեսեք, լսեք, ես հասկանում եմ, որ բոլոր 7 տարի եք ասում, բոլորը ուզում են հիմա եւ միանգամից։ Ասում եմ, կա այդ ընտրությունը, դառնալ բռնապետ եւ անել այն, ինչ որ մենք անում ենք երկրի, մենք չենք կարա դա մեզ թույլ տանք, որտեղ մենք ունենք անվտանգային խնդիր։ Այդ որ Եվրոմիության դիտորդները ցող վերջացնեն։ Թող դե այդ ապրես։ Դրա պատճառները շատ են։ Բոլոր ամբողջ կազմով բան են եղել հետքեր վերացնելով։ Շատ եմ մարտի 1-ը ասում, որտեղ մասնակցել եմ այդ ամեն ինչին, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց ասում եմ դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ եթալու են բանդ, իրաց արածներ, ես հիմա վերացական եմ ասում, որ մեկին ես իրավունք չունեմ, տեսեք, նորից քաղաքական գործչին տանում եք այն դաշտ, որ ինքը ասի Պողոս Պետրոսյանը գնալու է նստի, ես չեմ կարա տես բան ասեմ, ես դրա իրավունք չունեմ, ես կարամ քաղաքական գնահատական տամ, ես այդ քաղաքական գնահատականը տվել եմ միջև ընտրություններ, ես գնահատականը տվել եմ միջև հեղափոխությունը, դրա համար եմ ես հայտնվել ստեղ, որ մարդիկ ասում են իշխանության պատճառով եմ ես sense բան, այդ ո՞նց ստացվեց, այդ նույն Ռոբերտ Քոչարյանը ելնի, Սերժ Սարգսյանը ելնի, իրանց կողքի մակլավիկները ելնեն, ես իրանց մասին միջև հեղափոխությունը չեմ ասել, բա ասել եմ, որ ես հայտնվել եմ Նիկոլի կողքը եւ հայտնվել եմ այս իշտեղը։ Ասածս հետեւյալն է։ Թող մնան իրենց չափի մեջ, կամ այդ ինչ ձե։ Չէ, թող խոսեն, խոսքը լինում է, դրա պատասխանը լինում է։